կոնկրետիզում եմ այդտեղ ձեզ մի փաստի վերաբերյալ, որ Երևան քաղաքի Բագրատ ունես 17 շենքի թիվ 100 բնակարանի վերաբերյալ կա 11.02.2014 թվականի կատարողական վարույթը հարուցելու մասին որոշում ԴՀԿ ծառայող պարոն Հովհաննիսյանի կողմից հարկադիր կատարող արտադատության լեյտենանտ, որը որոշում է կայացրել հարուցել կատարողական վարույթ թիվ 01.47.5.14 արգելանք դնել պատասխանող Արթուր Հենրիկի Միրզոյանին սեփականության իրավունքի պաշտպանող քաղաք Երևան Բագրատ ունես 17 շենքի թիվ 108 բնակարան ասսեում գտնվող գույքի վրա, այդ թվում արգելել Արթուր Միրզոյանին եւ այլ անձանց կատարել ցանկացած գործողություններ նշված անշարժ գույքի նկատմամբ, միաժամանակ նաեւ արգելել չհոսանքազրկել, չկասեցնել հեռախոսակապը, ջրի մատակարարումը, գազաֆիկացումը, մինչեւ սույն գործով դատական ակտ կայացնելը, որոշման պատճեն ուղարկվել է կողմերին։ Վերնշված գրությունը ներկայացրել եմ օպերատիվ բաժնին ԴՀԿ ծառայության վտարման աշխատակիցներին, սակայն որևիցե արձագանք չկար նշված որոշման հետ կապված, որը կոնկրետ վերաբերվում էր վտարման աշխատանքներին, վտարման աշխատանքները արգելելու։ Նշված վտարման աշխատանքները արգելելու կատարումը դադարեցնելու վերաբերյալ իմ հորդորները եւ համապատասխան որոշումը ներկայացնելուց հետո մնացին անարձական։ Կողմերը ԴՀԿ ծառայության աշխատակիցները շարունակեցին վտարման աշխատանքները։ Ես զանգահարել եմ գլխավոր հարկադիր կատարող պարոն Պողոսյանի աշխատակազմին, հայտնել եմ վերնշված որոշման առկայության մասին, հայտնել եմ դրա բովանդակության մասին եւ խնդրել եմ, որ վերնշված որոշման վերաբերյալ որոշակի արձագանք ունենան եւ անպատասխան քննություն կայացնեն եւ նշված որոշումով կասեցնեն աշխատանքները։ Սակայն մինչ այժմ որևիցե պատասխան ես դեռ չեմ ստացել։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից այցելեցին, գործի նյութերին ուսումնասիրեցին, այժմ ես համապատասխան դիմում կներկայացնեմ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, միաժամանակ նաև կիրազեկեմ բոլոր կատարված անօրինական գործողությունների մասին։ Առայժմ այսքանը, մնացած բոլոր ամբողջ տեղեկությունները կհայտնեմ։ Ես Անահիտ Ալեքսանյանը հայտարարում եմ, որ տվյալ բնակարանը Բագրատի միած 18 շենք 100 բնակարանը գտնվում է իմ մայրս է բնակվել։ Ես այստեղ չեմ եղել, իմ եղած ժամանակ անօրինական գործարքներ է կատարել Արթուր Միրզոյանը, բայց նա ոչ թե Արթուր Միրզոյանն է, օրինական, Օգոմցյան Արթուր, ծնված 77 թիվ, իսկ ինքը կեղծ անձնագրով Հոլանդիայից փախած ներկայացրել է Միրզոյան Արթուր 72 թիվ, որ մեր հետ ընդհանրապես այդ անձնագրությունը կապ չունի։ Հիմա ինքը եկել է այս անշարժ գույքին անօրինական միջոցներով տիրապետել է։ Մասնավորապես ես հավելեմ, որ նոտարական գրասենյակում ինքը հանդիսանում էր ժառանգը, մի հատ ժառանգը նշված գույքի, նոտարական գրասենյակում կեղծ հայտարարություններ են ներկայացրել, որ Անահիտ Օգոմցյանը մահացած է եւ իր մահվան փաստի արդի, որ նա մահացած է, ժառանգել են այլ ժառանգները կեղծ փաստաթղթեր ներկայացնելով գույքին տիրացել է։ Այնուհետև ներկայացրել են դատարան վտարման պահանջով, որ նշված անձանց վերնշված բնակարանից վտարեն։ Ես նշված կեղծ հայտարարության վերաբերյալ ևս Անահիտ Օգոմցյանին հաղորդել եմ, որ համապատասխան դիմում բողոք ներկայացնեն գլխավոր դատախազություն նշված գործի օրինականության վերաբերյալ ստուգումներ կատարելու։ Իմ երեխեքին կմեկալեն, ես տղամարդ կնիկ եմ, աշխատող կնիկ եմ, սովածեն եմ հրապարակում կնստեմ, միտեղ կնստեմ հասկ աշխատեմ, բայց այսօրվա օրը ինքը պատասխանատալու է, այն բանի առաջ, որ հարկադիրով ուսը պատասխանատալու, ինչքան փողատվ է, անչափահաս երեխին, հիմար երեխին դուք են հարետանում։
Լավ իմացեք, ես էլ մայն եմ, հերն օր ամաղացել, 3 ամիս չեմ աղացած երեխին, բերում են։ Մի րոպե, իմ երեխես մեր տունը, Բանգլադեշ, մուտքից իջնում առաջի հարկ, Արտուրը հարցակվում է իմ աղջկա վրա, ասում է այդ չի վախենում, որ հենց իջնի լոմով տամ գլխին, խոսքը իմացում է, որ ինք ինձ 20 տարի չես է Արտուրը, ես իր հալալ հորակույրն եմ, իրան լավ էլ պահել եմ ժամանակին, աղջկաս վախացնում է, ասա թե գործերը հետ վերցնի, ոչ չխարամացում է, ես այն ժամանակ գագի, դու ասեցի, ես չգրեցի, որ հարցակվել էր արմինեի վրա, այն ժամանակ մենք պիտի գրեցի։ Կա հավոտ։ Չկա։ Սա թաղը դուրս էին եկել, մյուս անգորս աղջիկներ իմ տուն էր ուտնիվեցիել, մինչև եկալ մյուս ամներ փոխել, ջուրեր փոխել, հազիվ եմ անետանիցս։ Դրանց, Այն որ ակնհայտ կեղծել են, տեղեկատվություն են ներկայացրել, Ինքնա, գագի կեզետ է։ ժառանգել է, Եթե կուզեք եկեք որ եկա գնաց իրան, հետրիկ գնաց զարմացավ, ոնց, ասիտ է, Հացը բարել, վերորացություն, համարվեցարին, Վճռայինքը ասում է, կասկածին ասում է, որ միջանք է պասատով